Նախ կրկին անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ ձեզ, որ դուք հետևողականորեն ամեն կերպ աջակցում եք բանակին, բանակում եւ ընդհանրապես սահմանին անվտանգության, տեղեկատվական անվտանգության պահպանմանը եւ կարծում եմ այս այն դեպքերից է, որ խոսքը միայն սահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին չէ։ Սա սահմանում տեղի չունեցող իրադարձությունների մասին է եւ ըստ էության սա հիբրիդային հարձակման մասին է։ Եվ կարծում եմ հնարավոր իրավական կարգավորումը, որը ոչ միայն մեր ոլորտին է վերաբերում, այլ առհասարակ վերաբերում է նմանատիպ հարձակումներին, ազգային ժողովը եւ գուցե նաեւ կառավարության նախաձեռնողներ պիտի կառավարության կողմից մարմին, որ կնախաձեռնի, սրան նպատակաուղղված փոփոխություններով պիտի գանք ազգային ժողով կամ ձեզնից ստանանք առաջարկ, որովհետև սա իրապես լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության համար։ Եվ ավել բան չեմ կարող ասել, պարզապես կարող եմ ասել, որ այն ինչ տեղի է ունենում, դա ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար։ Տիկին Ստեփանյան, ձեր հարցին ի պատասխան նախ նշեմ, որ այսօր զորակոչվող ցանկացած զինվոր կզորացրվի նույն օրը, եթե ծառայության ընթացքում չդրսևորի այնպիսի վարքագիծ, որի արդյունքում կհայտնվի կալանքի մեջ, խոսքը վերաբերում է կարճաժամկետ կալանքներին, ասենք 5 կամ 10 օրով հայտնվել ռազմական ոստիկանության համապատասխան բաժանմունքում եւ պատիժ կրել։